Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում շարունակվում են հակաադրբեջանական եւ հակաթուրքական զանգվածային ցույցերը։ Մասնակիցները պահանջում են դուրս քշել երկրում հաստատված թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Իրավիճակը արդեն մի քանի օր է բավականին լարված է։ Լարվածության պատճառը ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից երիտասարդ չեռնոգորցու սպանությունն է եղել։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, այդ հանցագործներին արդեն հայտնաբերել են։ Հիշեցնեմ, այդ միջադեպը շաբաթօրն էր տեղի ունեցել, մի խումբ ադրբեջանցիներ եւ թուրքեր ծեծկռտուք էին հրահրել, որի ընթացքում դանակով սպանել էին մի երիտասարդ չեռնագորացու։ Ոստիկանությունը մի քանի կասկածյալների է ձերբակալել, ադրբեջանցիներ են ու թուրքեր։ Նշեմ, որ դրանից առաջ եւս մի քանի միջադեպ էր տեղի ունեցել, որի մասնակից էին տեղում ապրող ադրբեջանցիներ ու թուրքեր, մասնավորապես լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվում, թե նրանք կասկածվում էին 9-ամյա չեռնագորացի աղջնակի բռնաբարության մեջ, մինչ այդ դեպքեր եղել եւ վիրավորել էին չեռնագորացի կանանց, մինչ այդ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել ռեստորանում, որում նույնպես թուրքեր էին մասնակցում։ Ինչևէ, այդ ամենին հետևեց ոստիկանության ռեյդը ադրբեջանցիներին եւ թուրքերին պատկանող ռեստորաններում, խանութներում եւ գիշերային ակումբներում։ Ավելի քան 45 հոգի ձերբակալվել է տարբեր կասկածանքներով, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների այդ ռեստորաններում տարածված էր թմրանյութերի վաճառք, մարմնավաճառություն եւ այլն։ Եվ զանգվածային, այսպես տարարայինորեն բողոքի ցույցեր էին տարբեր քաղաքներում, հրապարակներում, մասնավորապես մայրաքաղաք Պոդգորիցայում, մարդիկ հրապարակներ էին դուրս գալիս բողոքելու ադրբեջանցիների եւ թուրքերի այդ գործողությունների դեմ, եւ արդեն իրավիճակը անկառավարելի էր դարձել, մարդիկ հրկիզում էին ադրբեջանցիներին, թուրքերին պատկանող ավտոմեքենաներ, խանութներ, ռեստորաններ, կար տեղեկություն այն մասին, որ մի մեծ խումբ թուրքեր ու ադրբեջանցիներ բարիկադավորվել էին նրանցից մեկին պատկանող խաղատանը եւ ոստիկանությանը մեծ դժվարությամբ հաջողվեց իրենց կյանքը փրկել, այսինքն արդեն լուրջ էր իրավիճակը։ Եվ որպիսի որոշ չափով հնարավոր լինի նվազեցնել այդ լարվածությունը, իրավապահ մարմինները, քաղաքական իշխանությունները համաձայնվեցին բավարարել ցուցարարների պահանջներից մի քանիսը, մասնավորապես վերականգնել Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ վիզային ռեժիմը։ Արդեն մի քանի տարի է, ինչ թուրքերը, ադրբեջանցիները կարող են Չեռնոգորիա այցելել առանց վիզայի, եւ դա է պատճառը, որ մեծ հոսք է թուրքերի եւ ադրբեջանցիների։ Կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց առանց Թուրքիայի հետ որևէ խորհրդակցության, ինչը կարելի է այսպես հակաթուրքական դեմարշ, աննախադեպ դեմարշ որակել։ Եվ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն հնարավոր է, որ մինչև տարվա վերջ նույն այդ ռեժիմը գործի նաև Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ, այսինքն նույնպես վերականգնվի վիզային ռեժիմը։ Բայց արդյոք դա թույլատրեց լարվածությունը։ Ինչ որ չափով թույլատրեց, բայց 3 կրկին Պոդգորիցայում բողոքի ցույց տեղի ունեցավ, մարդիկ վանկարկում էին թուրքեր դուրս մեր երկրից եւ նաեւ վանկարկում էին հակակառավարական ուրեմն կոչեր, մասնավորապես նախագահ Ալեքսանդր Վուչիչին էին մեղադրում նրանում, որ թուրքերի եւ ադրբեջանցիների այդպիսի մեծ հոսքեր տեղի ունեցել Չեռնոգորիայում։ Թեև սկզբում այդ ցույցերը այսպես տարերային էին եւ կազմակերպիչ առաջնորդ չկար, այժմ արդեն որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են կանոնակարգել եւ ուղղորդել, մասնավորապես Չեռնոգորիայում կա այդպիսի թոշակառուների կուսակցություն եւ այդ կուսակցությունը այդ ցույցի կազմակերպիչներից մեկն է, նաեւ մի շարք հասարակական ոչ կառավարական կազմակերպություններ ներգրաված են այդ ամենին։ Բաքուն, Անկարան ինչպես են արձագանքում։ Իհարկե վրդովված են, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել եւ Չեռնոգորիայի վարչապետի եւ իր գործընկերոջ հետ, պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Թուրքիայի օրինապաշտ քաղաքացիներին Չեռնոգորիայում ոչինչ չսպառնա, իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանված լինեն։ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան է հեռախոսով խոսել իր չեռնոգորացի գործընկերոջ հետ եւ պահանջել է
պարզաբանումներ տալ ձերբակալված ադրբեջանցիների վերաբերյալ։ Ադրբեջանի դեսպանությունը հայտարարում է, որ ակտիվ ջանքեր է գործադրում համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, բայց սոցցանցերում տարածված են ադրբեջանցիների գրառումները, որից պարզ է դառնում, որ դեսպանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, եւ նույնպես սոցցանցերից իմանում ենք, որ Չեռնագորիայում ապրող ադրբեջանցիների մեծ մասը անհապաղ լքել է երկիրը, փախչելով Մոլդովա եւ Սերբիա։ Արդյոք, բայց այս բռնկումների բուն պատճառը այլ է։ Իհարկե, պատմությունն է գլխավոր պատճառը, այսպես նպաստել է այս ամենին, հիշեցնեմ Չեռնագորիան Օսմանյան կայսրության մասն էր կազմում եւ չեռնագորացիները միշտ թուրքերին վերաբերվում էին որպես այսպես նվաճողների, հա, իսկ թուրքերն էլ հակառակը Չեռնագորիան ընկալում են որպես իրենց գաղութը, ինչպես հաճախ նաև Աջարիայում են նման դրսևորումներ նկատվում։ Ես վստահ եմ, որ դա իր դերը խաղացել է, բացի այդ շատ կարևոր է այն, որ թուրքերի հոսքը Չեռնագորիա իսկապես աննախադեպ ծավալների է հասել։ Ըստ պաշտոնական, միայն պաշտոնական տեղեկությունների, այժմ Չեռնագորիայում մոտ 14000 թուրք է ապրում եւ 3-ից 6000 ադրբեջանցի։ Նշեմ, որ դա բոլորովին քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ այդ փոքրիկ հանրապետության բնակչությունը ընդամենը մոտ 600,000 բնակիչ ունի։ Եվ բացի այդ, մինչ այդ էլ են եղել չեռնագորացիների եւ ադրբեջանցիների միջև Ընդամենը մի քանի օր ամիս առաջ հունիսի 9-ին, երբ Ադրբեջանում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Չեռնագորիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, Սումգայիթում էր իդեպ այդ խաղը, ադրբեջանցի ֆուտբոլիստները եւ երկրպագուները հարձակվել էին չեռնագորացիների վրա եւ ծեծկռտուք հրահարել։ Հա, եւ եթե պատկերացնենք, որ մի քանի տասնյակ անգամ ավելի շատ էին ադրբեջանցիները եւ դա իսկապես կամք էր պահանջում չեռնագորացիներից այդ պատասխան տալ։ Իհարկե Չեռնագորիայում այդ ամենը հիշում են եւ այդ շերտերը գումարվում էին իրար եւ դարձան պատճառ այն ամենի, ինչի ականատեսն ենք հիմա։ Շնորհակալություն, Արծը։